Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում, որտեղ մշտական բնակվում է շուրջ 700 մարդ, հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, սակայն վերջին շրջանում բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Ստեփանյանի պնդմամբ բնակիչները սկսել են զբաղվել նաև հողագործությամբ, թեև հողատարածքներն անջրդի են։ Այս վերջում արդեն պետական աջակցություն, որ կա սուբսիդավորումը ցանքերի, արդեն ցորեն, կարտոֆիլ, քիչ հողագործությամբ են զբաղվում, էլի։ Խմելու ջրի հարցը մասամբ կարգավորվել է, սակայն բնակիչներին այն մատակարարում են ժամանակացույցով։ Ամեն օր տալիս ենք, բայց երեկոյան ժամերին անջատում ենք։ Դա արդեն երաշտի հետ կապված ջուրը աղբյուրները ցամաքել են, էլի մեծ մասը։ Ինչպես շատ այլ բնակավայրերում, այստեղ էլ երիտասարդներն անասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, ոմանք տեղափոխվում են խոշոր քաղաքներ, շատ են պայմանագրային զինծառայողները։ Իմ կարծիքով հիմնական խնդիրը ներքին միգրացիան է այսօր։ Երիտասարդ ընտանիքները հիմնականում տեղափոխվում են Երևան, այնտեղ են հիմնվում, այնտեղ աշխատանք կա։ Գյուղում բարելավվել է աղբահանության գործընթացը, կառուցվել է մանկապարտեզ, որտեղ հաճախում են նաև հարևան բնակավայրերի երեխաները։ Սուբվենցիոն ծրագրով վարչական շենքն են վերանորոգել, նաև ջրամատակարարման ներքին ցանցը։ Բարեկարգվել են եկեղեցու եւ հայտնի հանքային աղբյուրի տարածքները։ Այս տարի արդեն նախատեսում են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում է համայնքի ղեկավարության հետ քննարկում ենք ինչ կանենք, սալապատում կանենք։ Այս մշակույթի շենքն է մեր 90-ականներից ավերվել է, հիմա մրցույթ հայտարարված է, պետքա դեմոնտաժվի, նախագիծ ենք պատվիրել, նախագիծը կա այստեղ։ Տեղում կկառուցվի համալիր բացօթյա բեմահարթակով, խաղահրապարակով, մինի ֆուտբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտերով։ Գյուղում խնդիրներ շատ կան, նշում է Հայկ Ստեփանյանը, որոնք փուլ առ փուլ փորձում են լուծել՝ գյուղամիջյան, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում, լուսավորության ցանցի բարելավում եւ այլն։ Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին այս հատվածում եւս խոշոր հրդեհ էր բռնկվել։ 3 օջախները մի քանի օրվա ընթացքում հաջողվեց հանգցնել, կանխելով կրակի տարածումը դեպի անտառապատ գոտիներ եւ բնակելի տարածքներ։ Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի խոսքով բնակիչները գործել են համախմբված, կամավոր ներգրավվել են հրդեհաշիջման աշխատանքներին, օգնելով փրկարար ծառայության աշխատակիցներին։ Երկու թևերի վրա են հրդեհը եղել, Թթուջուր Նաուր ճանապարհի եզրերին, սահմանամերձ բնակավայրեր են դրանք, եւ Վահանի։ Հրդեհն այս բնակավայրի մոտակայք է հասել Դրախտիկ գյուղի տարածքից, վնասվել են հիմնականում հեռագնա արոտավայրերը, ընդգծում է Հայկ Ստեփանյանը։ Վարչական ղեկավարի խոսքով տարածված տեղեկությունը, թե հրդեհը շփման գծի հատվածից է տարածվել, հավաստի չէ։ Այդ հրդեհները հիմնականում հարավից են եկել, այստեղ մեկուսացրել են, այս անտառներին չեն հասել։ Այն մասերը մեր արոտավայրերը, խոթարքներն է, արևմուտքը։ Այս մռղուզի լեռնաշղթանա, էլի այն ներքևի հատվածից է եկել հրդեհները։ Մեր շփման գծը հակառակորդի հետ, այս մասն է։ Այդտեղից հրդեհ չեն ունեցել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Ճամբարակ համայնք, գյուղ Թթուջուր։